Բարև ձեզ Meridian Expo կենտրոնում այս պահին տեղի է ունենում 5-րդ Career City Fest լավագույն գործատուների փառատոնը, որ կազմակերպվել է Skill մարքեթինգային ընկերության կողմից եւ այս պահին թերթեմի տաղավարում մենք զրուցելու ենք Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ուսնունց, փառատոնը կարծես թե մոտենում է իր ավարտին եւ կարող ենք ասել, որ Career City Fest 2026-ն արդեն իրականություն է։ Նախ շնորհավորում եմ ձեզ այդ առիթով։ Հետաքրքիր խորագիր ունի փառատոնը 5 սերունդ 1 քրիտ։ Ինչ եք այս խորագրով փորձել փոխանցել, ինչ ուղերձ եք դրել այս խորագրի ներքո։ Իրոք փառատոնը մոտենում է իր ավարտին, երևի 2 ժամ անց կսկսվի VIP շոուն, որը փառատոնի տրամաբանական ավարտն է, փաստացի փակման արարողությունն է եւ իհարկե Career City Fest-ը կդառնա պատմություն։ Իսկ ինչ վերաբերում է խորագրին, այո, այս տարի թիմը որոշեց անցած տարվա եւ նախորդ տարիների հետազոտություններով որոշեց, որ այս տարի խորագիրը լինի 5 սերունդ 1 ռիթմ։ Սա մեր համար պարզապես խորագիր չէր, մենք փորձեցինք ապահովել փառատոնում բոլոր 5 սերունդներին։ Կարամ դաժե ասեմ, որ ունեցել ենք թեթև տարաձայնություններ եւ այլ, արդյոք մենք ներգրավենք փառատոն օրինակ դպրոցականներին, որովհետև կարծիքները կարան տարբեր լինեն։ Օրինակ եղել են մեզ ընկերություններ, ովքեր ասել են լավ կլինի ավելի շատ տարիքով մարդիկ լինեն, օրինակ 25 չէ, 30, 35 եւ տարբեր տարիներին, օրինակ 35 պլյուս տարիքի մարդկանց քանակը 20%-ից ավել էր։ Ոյս ամեն 5-րդը բավականին տարիքով էր, հա։ Բայց շատ քիչ էին այն մարդիկ, ովքեր աշխատաշուկա մտնելու պատրաստականություն այս պահին չունեն, բայց ընկերություններին հետաքրիր են, որովհետև ընկերությունները ուզում են այդպես տեսնեն, իսկ ովքեր են մտնելու աշխատաշուկա, օրինակ 3-5 տարի հետո։ Այս փառատոնի ընթացքում շատ են խոսացել ապագա, կարիերա, մասնագիտություն, 20-30, իձել էր թվում, որ 20-30 է, դի տենց մի բան է, ինչի մասին ինչ խոսանք էլ, բայց որ սենց մտածում ես, 3 տարուց կլինի հենց այդ, ինչը մարդիկ խոսում են մասնագետները 20-30, դրա համար այս տարի իրականում բավականին մեծ ջանքեր դրեցինք, որպեսզի նաև շատ դպրոցականներ լինեն եւ ուսանողներ, իսկ ինչպիսին կլինի դրա արդյունքը, մենք կտեսնենք հետագայում եւ կչափենք եւ կհասկանանք ինչքանով էր դա օգտակար։ Մենք որպես թիմ պարտավոր էինք գնանք դրան, մենք գնացինք եւ հենց այդպես էլ մենք չենք կարող ասենք, որ միայն դպրոցականների համար է, միայն ուսանողների համար է, դրա համար որոշեցինք միավորել 5 սերունդ մեկ ռիթմ խորագրով։ Իսկ ինչ է ստացվել, մենք կիմանանք հետագայում, երբ որ հետազոտությունները կավարտվեն, մենք ստեղ ունենք հետազոտող խմբեր, մենք ստեղ տեսել եք թիմն է աշխատում, հենց ձեր տաղավարի կողքը, ստեղ մարդիկ լրացնում են, տարբեր հարցերի են պատասխանում, կտեսնենք ինչ է ստացվել, մենք ամեն տարի արձագանքում ենք սիտուացիային, մենք երբեք չենք մտածում, դե այսպես է ու վերջ։ Անընդհատ անում ենք էքսպերիմենտներ, եթե նկատել եք նաև տարբեր ֆորմատների ելույթները ավելացել են, տարբեր ձևաչափերով, երբ որ դահլիճը ընդդեմ բանախոսի, բանախոսը ընդդեմ բանախոսի, չգիտեմ, պանելային եւ այլ, մենք անընդհատ փորձում ենք, տեսնում ենք, էսի աշխատեց, էսի չաշխատեց, էսի հետաքրեց, էսի չհետաքրեց, պետք է անընդհատ փորձել։ Եվ այս տարի այս փորձն էր։ Ընդհանուր առմամբ բացի աշխատաշուկայի բոլոր կողմերին միմյանց կապող հարթակ լինելուց, էլ ինչի մասին է դարձել Career City Fest-ը, էլ ինչ գործառույթ է այն այսօր ստանձնել։ Գլխավոր թեման չի փոխվել, կա հարթակ, կան ընկերություններ, կա հանրություն։ Այստեղ խոսալու տեղը, երկխոսության տեղը, բայց այս տարի այլ բան նորությունը եղավ, որ դահլիճների քանակը ավելացրինք Coca-Cola ընկերության հետ եւս մի դահլիճ ավելացրինք, որպեսզի ավելի շատ լինի կոնտենտի ձևերը։ Մեզ շատ էին ասում, որ կոնտենտը շատ է,
պետք չէ ավելացնել, որովհետև երբ որ ավելացնում ես, բնականաբար մի ելույթի կտրվածքով մասնակիցները կարան նաև քչանան, բայց մենք լսելով իհարկե բոլոր կողմերին գնացինք այդ ճանապարհով, որ դալիճները լինեն ավելին եւ բանախոսները քանակը լինի ավելին։ Այո, տենց լինում է, մտնում ես մի բանախոսը խոսում է, օրինակ դալիճում պայմանական 50 հոգի է, մեկ էլ կտրուկ մյուս բանախոս խոսում է, մեկ էլ տեսես դալիճում կտրուկ քանակը փոխվեց, դարավ 80-100 հոգի մարդ, հա, տենց այդ նորմալ է։ Ցանկացած կոնֆերանսներում, որտեղ դալիճների քանակը 3, 4, 5 է, տենց լինում է, որովհետև թեմաներից է կախված, կամ մասսայական թեմաներ, կամ նեղ թեմաներ։ Բնականաբար դուք մենք հիմա կարանք մի հատ նեղ թեմա վերցնենք, գնանք խոսանք, պայմանական 3, 5, 10 հոգի կան լսել։ Բայց ինչ-որ մի հատ մասսայական թեմայով խոսանք ու տեսնես նույն է դալիճը 3 րոպե անց լցվում է եւ հենց այդ բանախոսը ելույթը ունենում վերջանում է նույն ձևի դուրս։ Այդ նորմալ է։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ մեկը մարդիկ տարբեր են եւ դու չես կարա, սա պայմանական թեմատիկ կոնֆերանս չի, որ իմանանք, որ պայմանական խոսում ենք employer branding-ից, հավաքվել ենք employer branding-ի մասնագետներով, էքսպերտներով, HR մասնագետները, մարքետոլոգները եւ այլ ու նստած մեր համար խոսում ենք, ստեղ դու չգիտես, այս մարդկանց հետաքրությունը որն է, դրա համար պետք է այնքան բազմազան լինի կոնտենտը, որպեսզի ցանկացած մարդ կարանա իր հարցի պատասխանը ստանա։ Մեկը պատրաստվում է մտի աշխատաշուկա, մեկը մտել է, մեկը իր կարիերայի կեսը գրեթե անցել է։ Բնականաբար հասկանալի է, չէ՞ որ այդ մարդկանց հետաքրությունը տարբեր են։ Հենց դրան էլ արձագանքել ենք։ Իհարկե դեռ վաղ է ամփոփել Career City Fest-ի արդյունքները, բայց ինչ տպավորությունն եք, կա մի բան, որ գերազանցել է ձեր սպասելիքներին այս տարի եւ հակառակը, մի բան, որ մյուս տարի օրինակ ավելի այլ կերպ կան։ Ամեն տարի Career City Fest-ը տարբերվում է, ամեն ինչ կախված է, դեք տեղն է մնում նույնը եւ մենք որպես կազմակերպիչ ցանկացած փոփոխություն ֆորմատի մեջ, կոնտենտի մեջ, բանախոսների մեջ, ընկերությունների մեջ ինքը փոխում է աուդիտորիան։ Մարդկանց այն ովքեր հերոյ են միջոցառումների կազմակերպիչ, իրենց թվում է, որ նմանատիպ միջոցառումների մասին է խոսքը, երբ որ ինքը բաց միջոցառում է, որովհետև փակ միջոցառումը հասկանալի է, օրինակ եկել է այսինչ երկիչը, ով առել է այդ տոմսերը, նշանակում է հենց այդ մարդիկ երկրպագուներն են, կամ միգուցե մի մասը, շատ չին մաս, ով նվեր է ստացել։ Ստեղ տենց բան չկա։ Ստեղի մասնակիցները ձևավորում են ընկերությունները եւ բանախոսները։ Մենք ուղղակի ցույց ենք տալի ով է խոսելու, բայց ինչի մասին է խոսելու այդ մարդը, ոնց է խոսելու, արդյոք իր խոսքը ակտուալ է տվյալ լսարանի համար թե չէ, որոշում են բնականաբար ընկերությունները եւ բանախոսները։ Մենք ուղղակի մի փոքր հուշում ենք, հա, մենք երկխոսության մեջ ենք, բայց ընկերությունների ակտիվացիաների մեջ մենք չենք խառնում, ցանկացած ընկերություն ինքն է որոշում նայած իր խնդիրներից կամ իր թիմի պատկերացումներից կազմակերպում է բազմաթիվ ակտիվացիաներ, որոնք բնականաբար տվյալ ընկերության մենք կարանք կողքից նայում ենք, մենք էլ որպես մարդ, որպես այցելու գնահատում ենք, հիմա ես էլ այսօր շատ երկար պտտվեցի, նայեցի, կան շատ հետաքրքիր բաներ, որ ինձ շատ դուր են եկել, կան բաներ, որը միգուցե իմ տարիքի համար չի, չէ, ինչու ոչ, բայց ես տեսա այնտեղ բազմաթիվ sense մարդիկ, երիտասարդների որ ակտիվ խաղում են, չգիտեմ ինչ էին անում, տեղ կա անկետա են լրացնում, տեղ կա մաթեմատիկական ինչ-որ հարցերի են պատասխանում, բնականաբար ես չմոտեցա, չպատասխանեցի, բայց կան մարդիկ, ես տեսա նստած գրում են, հետո ինձ պլանշետի վրա ինչ-որ տվյալներ են լրացնում եւ հարցրեցի ես կազմակերպչից, ասես ինչ ասես մաթեմատիկական օլիմպիադայի նման բան է, բայց sense թվային արագ, հա, ինչ-որ easy test, չգիտեմ, ոնց է կոչում։ Այդպես։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Լուսնունց, ձեր խորհուրդը Career City Fest-ի այցելուներին մաքսիմալ կերպով ինչ այստեղից վերցնեն, ինչին ուշադրություն դարձնեն։ Քանի որ մենք խոսացինք, որ ավարտվում է, երևի իմ խորհուրդը արդիական չի այս պահին,
Բայց Հաջորդ տարվա համար։ այո, ես միշտ երբ որ ելույթ էի ունենում համալսարաններում, ես մի բան էի ասում, եթե դու կարաք քրիստի պես գաք, պարզապես ժամանակ անցկացնելու համար։ Ստեղ շատ մարդիկ կան, որ ժամանակ են անցկացնում։ Եվ դա մենք երբեմն մեզ ասում են, որ դուք դա պետքա կանխեք, իսկ մենք ես մտածում, անձամբ ես մտածում եմ, որ հակառակը պետք չի դա կանխել, թող մարդիկ գան, տեսնեն, շփվեն, միություն, թող գնան խաղան, թող գնան, որովհետև հենց տենց է մարդիկ կամաց մտնում թեմայի մեջ, ոչ մեկը որևէ թեմայի մեջ միանգամից չի դարել էքսպերտ, հա, եթե դա իր մանկության երազանքը չէր։ Հա, հիմա մարդ եկել է ստեղ, մարդ չգիտի պայմանական, որ ստեղ ոստիկանությունն է կանգնած։ Մեկ էլ տեսնում ես գնում են, նստում են ոստիկանության ավտոները, նկարանում են ոստիկանության ծառայողների հետ, հետո մոտենում են ոստիկանության սարքավորումներն են նայում։ Եվ երեք ինձ ոստիկանների հետ երբ որ շփվում է, ինչքան ասես, այնքան երեխեք կային, երիտասարդներ ասում, մենք էլ ենք ուզում աշխատենք ոստիկանությունում։ Հիմա ես հիշում եմ իմ երիտասարդ տարիքը, մենք բոլորս ուզում ենք կոսմոնավտ դառնանք։ Հասկանանք, չէ՞։ Ոչ մեկս տենց էլ չդառանք, առնվազն իմ շրջապատում որևէ մեկը կոսմոնավտ չդառավ։ Բայց մենք սիրեցինք կոսմոս, հետո սկսեցինք հետաքրվել աստրոնոմիայից, հետո սկսեցինք ռակետաներ էինք պատրաստում, խմբակ ունեինք, ռակետաներ էինք պատրաստում, թռցնում։ Վերջում ոչ մեկս ռակետա արտադրող, սարքող չդառանք, բայց մենք գոնե հասկացանք ինչ է ֆիզիկան։ Կարացա է ձեր հարցին պատասխանը։ Սա շատ կարևոր է։ Մարդիկ թող գան, շփվեն, կարող է 30%-ը։ Հա, այո, 30%-ը չեն հասկանում ինչա գործատուի բրենդը, բայց երբ որ գալիս են, մտնում են թեմայի մեջ, մեկ էլ իրար հետ սկսում են շփվել։ 10 հոգուց մեկը մի խումբ է գալի, 10 հոգուց մեկը թեմայի մեջ են, սկսում այն մնացածներին տանել իր հետևից։ Մեկ էլ տեսած գնում են ինչ-որ դահլիճ, նստում նայում են։ Ես վստահ եմ, որ բոլոր 10 հոգին տենց չի որ տենց տնից դուրս են եկել, այն մտքով որ գալու են տվյալ խոսնակին լսեն։ Մեջները մեկը եղել է ասել, եկեք գնանք այս խոսնակին լսենք, ու իրանք բոլորը գնացել են։ Բայց դե ինչ կմնա ամեն մարդու հիշողության մեջ իր այս ինսայթները, հա, որոնք կստանան, դա ամեն մարդունը տարբեր է լինելու։ Եվ ես վստահ եմ, երբ որ կա մի պլատֆորմ, որտեղ գործատուները խոսում են գործատուի բրենդից, փորձում են իրենց ցույց տան, վաղը չէ մյուս օրը տվյալ երիտասարդները, երբ որ կգնան կընտրեն ինչ ընկերություն, իրենք կարող են լսեն, ասեն, բա գիտեք, ես եղել եմ Curiosity Fest-ում, հանկարծակի հայտնվել եմ Անի Մերուժանի ելույթին եւ ինքը էսպես էր ասում, իմ մեջ սա տպավորվել է, կարծում եմ սա մի քիչ ստեղ մի բան նիտո է, ու կգնա հետո դուրս կգա ու կսկսի խորանալ, խորանա, անպայման չի ինքը HR դառնա, կարող է ինքը ճիշտ ընտրություն անի եւ կարեւոր չի այդ ընկերությունը Curiosity Fest-ում կա, թե չկա։ Հասկացա ես ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ այնց եմ շնորհակալ։